Ճիշտն ասած, ես լավ չեմ հասկանում, թե սրա լուծումը որն է։ Ձեր քահանաները բոլորը հերետիկոսներ են։ Անցյալ անգամ իբր լսում էի, այս քահանան բացատրում է, թե ինչ է հոգեհանգիստը։ Պարոն, հոգեհանգիստը քավարանի հոգիների համար է։ Երբ որ մարդը մեռնում է, երբ որ նրա հոգին դուրս է գալիս, Պողոս առաքյալը ասում է առաջին դատաստանն է լինում։ Արդեն լսում է Աստծո ձայնը։ Եթե ապաշխարած ես մեղքերից մեջ ես մեռնում, գնում ես դժոխք, հոգիդ գնում է դժոխք։ Եթե մեղանչումներ ունես, հոգիդ գնում է քավարան, որ ժամանակավոր տեղ է։ Իսկ եթե հոգևոր ես ապրել, միանգամից բարձրանում ես երկինք։ Դուք շղթում եք դա։ Դուք ասում եք, որ հոգեհանգիստը նրա համար է, որ բոլոր մեռած հոգիները իբր մի տեղ են, եւ հա դուք աղոթում եք, որ բոլորը փրկվեն, երբ որ Աստված երկրորդ անգամ գա։ Նման բան համարյա այդպիսի մի բան միայն մուսուլմաններն են ասում։ Դուք խելք ունեք լսեք, դուք ձեր ճեմարաններում ինչ եք անցնում, գրափալ դուք գիտեք, դուք հասկանում եք կանոնները մեր, շնորհալու մանավանդ դոգմատիկ ուսուցումը։ Չեմ ասում այնտեղ կա մանդակոնի, որ պարզ ասում է այդ մասին, եւ լուսավորիչ, որ պարզ ասում է այդ մասին։ Ուրեմն դուք շղթում եք, հա, դժոխքի։ Դժոխքը շղթում է միայն Վատիկան II այս մոդեռնիստ պապը եւ իր հերետիկոսները։ Ինչպես եղավ, որ դուք հանկարծ հետևում եք դրանց։ Համաշխարհային կրոնների միությունն է դա ձեզ վարձատրում, որովհետեւ դուք ամրանաք ձեր տգիտության մեջ եւ ժողովրդին խաբեք։ Հիմա ես ինչ ասում, ես չգիտեմ ինչ ասում։ Ամենահասարակ բաները անգամ փաստորեն մերժվում է եկեղեցու կողմից եւ ձեր ինչա վարչապետը ընտրված Գարեգինին ասում է պիղծ է, դա իր գործը չէ, պիղծ է թե սուրբ է։ Մենք երբ որ խոսում ենք եկեղեցու մասին, խոսում ենք միայն եկեղեցու դավանաբանության եւ դոգմատիկ ուսմունքի մասին, ուրիշ բան հետ մենք գործ չունենք։ Եվ ահա այս եկեղեցին պետք է ուրեմն ըստ այս Փաշինյան կոչված է լուծարել, որովհետև նրանք ուզում են Արցախը ետ եւ դա պատերազմի հայտարարություն է։ Ես էլ եմ ուզում Արցախը ետ, Արցախում մարդ չկա ապրող հարցը։ Ես էլ եմ ուզում Արևմտյան Հայաստանը ետ, հայ չկա այլևս ոչ Հայաստանը, ոչ Արևմտյան Հայաստանը, ոչ Արցախում, ոչ Նաղեջևանում, հայ չկա, հայությունը վերացել է։ Այսինքն թե ուզենալը քիչ է։ Տրիպը գալիս է ում դեմ է գալիս տրիպը դուք գիտեք։ Միացյալ Նահանգներին դուք մի աչքով մի նայեք։ Տրիպը նրա համար է, որ Բաքուն գրավեն եւ կտեսեք ինչպես են Բաքուն գրավելու եւ ինչպես է հիմա Ալիևը մականպես ծակ մտած, որովհետեւ գիտի, որ տրիպը իր գլուխը կտրելու համար է, ոչ թե հայերի։ Իսկ հայերի հարցում այլասերված եք դուք։ Ձեր հոգին այլասերության մեջ է։ Մնացել է մի 10% ազնվական եւ մաքուր հայ։ 10%-ի գլուխն ուտում եք։ Հայություն չկա եւ Հայաստան չկա, սա իմացեք, եւ դա երբ որ ինձ իմ տատիկը հիվանդ ջարդից փախած 100 տարեկան ասում էր իմացիր որ 15 թվով Հայաստանը եւ հայությունը վերացել է, հիմա ես հասկանում եմ, բացարձակ ճշմարտություն ասած։